Գազայի Ալ-Զայթուն թաղամասում ավերակների կողքին հայտնված դեղին բետոնե արգելապատնեշները նշանակում են, որ պատերազմական գոտին այստեղ կրկին տեղաշարժվել է։ Տեղի բնակիչների խոսքով իսրայելցի զինվորականների գծած դեղին գիծն արդեն անմիջապես իրենց վրանների հարևանությամբ է։ Մինչև այժմ ես բնակվելու վայրս փոխել եմ 12 անգամ, չնայած մեր տունն ավերվել էր, մենք վերադարձանք այնտեղ ապրելու, սակայն այն երկրորդ անգամ ընկավ հարվածի տակ ու ամբողջությամբ այրվեց։ Փառք Աստծո, հիմա վրաններում ենք ապրում, բայց գիտեք ինչ է նշանակում ապրել վրանում։ Մենք պաշտպանված չենք բեկորներից ու կրակոցներից։ Երեխաները սարսափած են, իսկ վիճակն ավելի է վատթարանում, քանի որ ամենուր սողուններ, միջատներ ու առնետներ են։ Իսրայելի բանակն ավելի վաղ հայտարարել էր, որ դեղին ներկված պատնեշները տեղադրվում են ռազմական գործողությունների ընթացքում այսպես կոչված տակտիկական հստակություն ապահովելու համար, սակայն բնակիչների համար դրանք մոտալուտ վտանգի ազդանշան են։ Մենք բնականաբար վախենում ենք, չնայած դրան մեր ամբողջ ունեցվածքը լցրել ենք այս վրանները եւ գնալու այլ տեղ չունենք։ Աստված է մեր միակ ապավենը։ Տարածքում պարբերաբար նկատվում է զրահատեխնիկայի տեղաշարժ, ինչը խուճապ է առաջացնում մարդկանց մոտ։ Մենք տեղահանվել ենք, կանայք ստիպված փողոցում են քնում։ Իսրայելական բանակը վերջերս եկավ եւ հրդեհեց խանութներից մեկը, ոչնչացնելով սեփականատիրոջ ապրանքն ու գումարը։ Փառք Աստծո, իրենք ողջ են։ Այս խանութը նույնպես ավերվել է, իսկ այն մյուսը վնասվել։ Հիմա ապրում ենք վրաններում եւ ես փորձում եմ իմ իրերը տեղափոխել այնտեղ։ Ալ-Զայթունում իրերի տեղափոխությունն այսպիսի տեսք ունի՝ հնամաշ սայլակներ ու գերբեռնված հին մեքենաներ, համատարած ավերածությունների ու փոշու մեջ։ Կենցաղային իրերը տեղափոխում են ով ինչպես կարող է, օգնության են հասնում անգամ կենդանիները։ Գազայում անվտանգ վայր չի մնացել, ասում է ավանակը հեծնած պաղեստինցի տղամարդը։ Չգիտենք ուր գնալ, դեղին գիծն ընդամենը 50 մետր հեռավորության վրա է եւ մենք չենք կարող գնալ հյուսիս կամ արևելք ավելի անվտանգ վայր գտնելու համար։ Իրավիճակը ծայրահեղ ծանր է։ Ամեն անգամ, երբ որևէ կին կամ երեխա ցանկանում է վրանից դուրս գալ, կրակոցներ են լսվում ու նրանք անմիջապես վազում են ներս։ ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի վերջին զեկույցում նշվում է, որ դեղին սահմանագծերը տեղաշարժվել են դեպի հյուսիս։ Գոտում հաճախակի արձանագրվում են ամենօրյա տանկային շարժեր եւ հրաձգություն։ Իսրայելի պաշտպանության բանակը հինգշաբթի հայտարարել է, որ ոչնչացրել է Համասի զենքի 4 պահեստ, որոնք ըստ նրանց նախատեսված էին դեղին գծի մոտ գործող իսրայելական զորքերին թիրախավորելու համար։ Մարիա Հակոբյան, Էպիկենտրոն։